Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Հիշատակի օր Ֆրանսիայում Աշոտ Հարությունյան ազատատենչ հայի տեսակը վերացալը Բաքուն բողոքալա մարդու իրավունքների եվրոպական դատարանին որոշման դեմ։ Կարինահայերի հարստությունը, գաղթի ողբերգությունը, Սողոմոնքայա քարանձավայրերին եկեղեցին վտանգված պատմական հուշարձան չստուգված տեղեկություններին տարածումը կարելի վտանգ է նաև մշակութային ժառանգության օբյեկտներ։ Մի տարծեք Ադրբեջանի հոգեբանականը հաբեկչական քաղաքականության գործիքը նոր աշխատություն Հակոբ Արոնյանի գրական ժառանգության մասին։ Ֆրանսիայում նշվել է ազգային հիշատակի օրը նվիրված գեներալ դե Գոլին 18 հունիսի կոչ պատմական կոչին վերը համարվում է ֆրանսիական դիմադրության շարժման խորհրդանշական սկիզբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վաղտը նախագահ Արմենակ Աբրահամյանի ներկայացուցնավը։ Հիշատակի միջոցառումներն անցկացվել նաև Մանդելյոյում, Լկանում եւ Կանում քաղաքներում, որտեղ պաշտոնյաները հասարակական ներկայացուցիչներն ու բնակիչները հարգանքի տուրքը մատուցալ պատերազմի տարիներին պայքարած ու զոհված մարդկանց հիշատակին։ Աշոտ Հարությունյանին հրապարակումը անդրադառնում ազգային հիշողության պայքարի փորձի պետական մտածողության հարցերին համադրելով անձնական հիշողությունն պատմական վերլուծությունը։ Հեղինակը հիշում է մանկության տարիներին Շուշիում դիտված կինոներն Չինգակչուկի կերպարը վերը յուրանընկալմավը տարածել ազատության ու արժանապատվության խորհրդանիշ։ Այդ պատկերը ստորյան տարիների ընթացքում կապվել է հայ ժողովրդի պայքարի ընկալման հետ։ Տեքստում անդրադարձ է կատարվում նաև 1988-ից 1994 թվականների Արցախյան պատերազմին, որպես ազգային պայքարի ժամանակաշրջան, հունցնավ 2020-23 թվականների իրադարձություններին, որոնք հեղինակի գնահատումով բացահայտան ոչ միայն ռազմական, այլև կազմակերպչական ու պետական խնդիրներ։ Աշոտ Հարությունյանն ընդգծում է վեր ժամանակակից մարտահրավերները պահանջում են նոր մոտեցումներ, ռազմավարական մտածողություն, տեխնոլոգիական զարգացում ու ազգային համախմբում։ Բաքվի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտ է հղալ Եվրոպայի խորհրդին դժգոհություն հայտնել մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի օգտին կայացրած որոշումից։ Բաքուն որոշումը գնահատել կողմնակալ ու հայտարարել վեր քննարկվելու է Իրան շահերի պաշտպանության հետագա քայլերը։ Այս արձագանքը հերթական անգամ բացահայտում է Բաքվի իշխանությունների անհանդուրժողական վերաբերմունքը միջազգային իրավունքի ու անկախ դատական ատյանների նկատմամբ։ Փոխարենը հարգելի մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները Բաքուն շարունակում է մերժել Իրան ոչ ձեռնտու ցանկացած իրավական գնահատական ցուցադրել միջազգային նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք։ 1915 թվականի բռնագաղթի օրերին բացահայտվել է Կարինահայության կուտակված մեծ հարստության իրական չափը։ Պատմական աղբյուրների համաձայն հազարավոր ընտանիքներ ունած ոսկի թանկարժեք իրերն ունեցվածքը փորձել են փրկին տեղահանության ճանապարհին, բայց նրանց մեծ մասը կողոպտվել կամ թալանվել է թուրքերի կողմից։ Չնայած կրած հսկայական կորուստների մխել է հայ ընտանիքներ իրանց ունեցած միջոցների շնորհիվ գրեցան փրկագին վճարին ու հստին Ուրֆա, Սուրուջ, Հալեբ, Մոսուլ, խուսափելով մահան։ Իրանք հետագայում տռան հայերի ցեղասպանության սարսափների կենթանի վկաները փոխանցել լավ ապագա սերունդներին Օսմանյան կայսրությունում իրականացված ոճրագործությունների մասին հիշողությունները։ Կարինա Շենքայա Գավառի Էվբաքան գյուղական բնակավայրում ծովի մակարդակից շուրջ 1874 մետր պիցրություններն գտնում է 9-րդ դարից պահպանված Սողոմոնքայա քարանձավայի եկեղեցին վերը կառուցվել է ըստ պատմական աղբյուրների վրացիների կողմից։ Այս եզակի ժայռափոր հուշարձանը սոր կաղնածա լուրջ քայքայման վտանգի ռճի անուշադրության ու խնամքի բացակայության դերդա։ Եկեղեցին բաղկացած է երկու հատվածից, որոնց պատերին պահպանվել են խորը կապույտ գույնով արված որմնանկարների հետքեր։ Հուշարձան տանող ճանապարհն աստիճանները հիմնականում քանդված են ու ներկայում այնտեղ հնարավոր է տեսնել մենակ ժամանակավոր ու փայտե վտանգավոր ճանապարհներ։ Գյուղացիներն ասելավը եկեղեցու վերականգնումը ոչ միայն պահպանելու է տարածաշրջանի մշակութային ժառանգությունը, այլև կարի նպաստի տեղական զբոսաշրջության զարգացմանը։ Բնակիչ Սելչուկ Վուրալին ասելավը հուշարձանը տարիների ընթացքում լրջորեն վնասվել է, բայց հալամ հնարավոր է փրկել այն պետական ու մասնագիտական միջամտությամբ։ Արցախամշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակն Արցախամշակութային զբոսաշրջության զարգացման գործակալությունը հանդես եկալ համատեղ հայտարարությունով անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկությանը, թե իբր Ստեփանագերտում քանդվում է Մունքնք մեր սարերը հուշարձանը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, վեր այս պահին նշված տեղեկությունը հաստատված չի, իսկ շրջանառվող լուսանկարին իսկությունը ստեղծման ժամանակ նավայրը գտնվում է ստուգման փուլում։ Կառույցները հորդորում են լրատվամիջոցների հանրությանը զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից, սպասել մենակ պաշտոնական ու հաստատված տվյալների հրապարակմանը։ Նշվում է, վեր նմանատիպ տեղեկությունները հատկապես մշակութային խորհրդանիշների վերաբերյալ կարին առաջացնին հասարակական լարվածություն ու հոգեբանական ծանր ազդեցություն, մասնավորապես բռնի տեղահանված Արցախահայության շրջանում։ Միաժամանակ ընդգծվում է, վեր չստուգված հրապարակումները կարի նաև վտանգի մշակութային ժառանգության պահպանությունը, ավելորդ ուշադրություն հրավիրելով տվյալ օբյեկտի վրա։
Արցախամշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը Facebook-յան ուղիղ եթերում անդրադարձալ սոցիալական ցանցերում տարածված «Մունք մեր սարերը» հուշակոթողին վերաբերյալ լուսանկարին հայտարարել վեր ստեղծվալա արհեստական բանականության միջոցով ու համապատասխանում չի իրականությանը։ Ավանեսովն ասել կեղծ լուսանկարը սկզբնապես տարածվալա ադրբեջանական Խանքենդիլար Facebook-յան էջերից մինումը, հետո արագորեն հայտնվալա նաև հայկական սոցիալական հարթակներում։ Ընդգծալա վեր նման բովանդակությունը նպատակոն է ապատահակատվություն տարածելու հոգեբանական ազդեցություն գործելու հասարակության իրան։ Սա հոգեբանական հաբեկչության մեխանիզմ է ուղղված հասարակության զգայուն հատվածներին, նշալայնքը հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ չստուգված նյութերի տարածումից։ Օմբուդսմենն նաև քննադատալա այն էջերի նախմբերին վեր նման նյութերը հրապարակում են դիտումներ ու հավանումներ ստանալի նպատակով կոչնելով անհապաղ հեռացնել դրանք։ Յուրանսելավը հատկապես բռնի տեղահանված արցախահայության հետի նման տեղեկությունները կարին խորացնի ցավնա հոգեբանական ծանրվիճակը։ Ավանեսովն ընդգծալա վեր չնայած արցախամշակութային ժառանգության դեմ իրական սպառնալիքների առկայությանը տեղեկատվական դաշտում անհրաժեշտ է բացառել չստուգված հրապարակումները առաջնորդվել մենակ վստահելի մասնագիտական աղբյուրներով։ Լույս տեսալ գրող հրապարակախոս ու բանասեր Պարույր Աղբաշյանի գրքերում ընտրության հետ Հակոբ Արոնյանի տաղանդին ու վաստակին հետքերով աշխատությունը վերնվիրված է Ադրիանապոլսը հայ մծ եգիծաբան Հակոբ Արոնյանի գրական ու լեզվական ժառանգությանը։ Հեղինակը համառոտ, բայց խորքային վերլուծությունով ներկայացնում է Պարոնյանի ստեղծագործական գործը, իրան լեզվամտածողությունը, քննադատական ոգին հայ գրականության մեջ ունեցած բացառիկ դերը։ Գիրքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև Պարոնյանի հարուստ բառապաշարին հայ երգիծական գրականության զարգացման գործում իրան ներդրմանը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան պատրաստալ ապրիկ ուշադրության հետ պնդկացիք։